Կարևոր պատգամներից օրինակ պիտի առնենք։ Երբ որ մարդը գալիս է մեզ խաբելով դեպի դժբախտություն առաջնորդելու, մենք պետք չէ որ հնազանդվենք, այսինքն ամեն ինչը չբարթենք միայն եկեղեցու վրա։ Ինչն է պատճառը, որ հայ մարդը հրաժարվում է իր իսկ ինքնությունից, իր իսկ էությունից։ Ինչու չենք մեղադրում ինքներս մեզ, որ պատրաստ ենք մեր իսկ մորը դավաճանելով ուրիշին մայր հայտարարել, այլ միայն մեղադրել հայ եկեղեցուն, որ ինքը չի կարողանում առանձինը պայքարել այս սունամիի դեմ։ Ինչու հայ ժողովուրդը ինքը ոտքի չի կանգնում իր իսկ եկեղեցու կողքին եւ ինքը պաշտպանի իր ազգային շահը։ Վերջապես մեր եկեղեցին այս կամ այն եկեղեցին չէ, մեր եկեղեցին ազգային եկեղեցին է։ 1700 տարի շարունակ մեր եկեղեցին պայքարեց մեր իսկ ժողովրդի գոյընթացի համար։ Հետևաբար մենք ազգովի պիտի պայքարենք չարիքի դեմ եւ ոչ թե գնանք ասելով ինչու եկեղեցին չի օգնում մեզ։ Մենք պիտի մեզ օգնենք, ով է եկեղեցին, ժողովուրդը ինքն է։ Կաթողիկոսին ով է ընտրում, ազգը, եւ այդ իսկ պատճառով կոչվում է ազգընտիր կաթողիկոս։ Հետևաբար ազգովի պիտի մտածենք, մեզ մատուցվածը օշարակ է, թե թույնը։ Սա ենք մենք խաբվում։ Եվ մենք պարտավոր ենք միասնական ուժերով այդ չարիքի առջև առնել։ Որովհետև եթե չկա ազգի միասնականության գիտակցությունը, ազգը այնտեղ դատապարտված է պարտության, այն ինչ որ մենք ականատեսներն ենք այս ամենի։ Աղանդավորների շակերտների մեջ ասած գրավչությունը միայն այդ շոուի մեջ է։ Միայն շոու եւ անշուշտ իրենք կարողանում են ինչ միջոցներ օգտագործել։ Կան մասնագետներ, որոնք ուսումնասիրել են աղանդների գործունեությունը, նրանք գիտեն, որ երաժշտության ժամանակ օգտագործվում են հատուկ իմպուլսներ, որը ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա։ Եվ այդ օգտագործում են իրենց հավաքների ժամանակ, որը ազդում է հոգեբանորեն հավատացի կամ ներկա եղող անձի վրա, եւ նա պատրաստ է ավտոմատ առանց անդրադառնալու իրականացնել այն, ինչ որ իրեն ասվում է։ Օրինակ այդ իսկ պատճառով այդ շարժման մեջ մխրճվողներից շատերը հայտնվում են այն փաստի առաջ, որ կորցնում են իրենց ամբողջ ունեցվածքը, որովհետև այդ էքստազային պահի ժամանակ իրենք տրամադրում են համայնքին այս կամ այն ծրագիրը իրականացնելու համար։ Գիտեք, որ այսօր Շամպանիայի այդ Ավանի շրջանում կառուցվում է ահռելի մի նմանատիպ temple, տաճար, որը պիտի ծառայի ինչ որ շարժման աղանդավորական։ Այնպես որ այս գործողությունը կատարվում է մարդկանց վրա ուրույն ազդեցություն թողնելով։ Բան չունեմ ասելու, բայց բոլոր դեպքերում այստեղ եկեղեցին լրջորեն նաև խորհելու առիթ պիտի ունենա, որովհետև ասում եք հայ ժողովրդին է, հայ ժողովուրդը ինքը պիտի ոտի կանգնի եւ այլն, բայց այդ հայ ժողովրդի անդամներն մարդիկ էլ երբ որ տեսնում են բաներ, որոնք այնքան էլ հարիշ չեն հայ եկեղեցու սպասավորին, բնականաբար ընկալումն էլ այլ է լինում։ Պարոն Կիրակոսյան, Սողոմոնի Մաստուն ասում էր, ով է այն մարդը, որ ապրում է եւ մեղք չի գործում։ Քրիստոսը ինքը հրաշալի մի դարձվածք ասեց, շատերն են կանչվածները, քչերն են ընտրվածները։ Եթե հոգևորականների մեջ կան անձինք, որոնք մեղք են գործում, սխալ են գործում, կամ ինչ որ բան չեն անում այնպես, ինչ որ կցանկայինք, որ նանեին, սա դեռ չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին է մեղանչում, անձն է մեղանչում։ Հնարավորություն ունենք ազգովի կանխենք վտանգը, որովհետև նայեք համայնք կոչվածը ինչ է, ժողովուրդ եւ հոգեվոր հովիվ։ Եթե համայնքը չի ուզում հոգեվորականին, ոտքի է կանգնում եւ պահանջում է, որ փոխեն նրան, որովհետև ինքը չի համապատասխանում իր կեցվածքով, իր գիտությամբ իրենց պահանջներին։ Հետևաբար պահանջեն նոր անձնավորություն։ Այլապես անձի կատարած սխալով դատապետելը կառույցը, ես կարծում եմ շատ ճիշտ բան չէ, որովհետև գիտեք մենք շատ անգամ խոսում ենք հայ առաքելական եկեղեցու այս կամ այն երևույթի մասին, բայց չենք անդրադառնում օրինակի համար մեկ այլ կարևոր խնդրի, երբ այսօր որոշ աղանդավորական եւ շարժումներ, խմբակներ ստեղծել են միություն
եւ քաղաքական դաշտում ոտնձգություն են կատարում։ Կուսակցություններին առաջարկում են 100,000 ձայն պայմանով, որ իրենց թեկնածուներին դնեն ազգային ժողովում։ Ինչու մենք այս մասին չենք մտածում։ Ինչ որ մի հոգևորականի, չգիտեմ ինչ անելը աչք ծակում է, իսկ այն որ եկեղեցու եւ Քրիստոսի անվան տակ հայտնված մարդիկ այսօր փորձում են իշխանություն գրավել, սա ոչ ոքի ուշադրությունը չի գրավում, ոչ ոք այդ մասին չի խոսում։ Խոսենք նաև այս մասին։ Որքանով է հարիրը, եթե անհարիր է հայ քահանային ինչ որ սխալ կեցված ունենալով, որքանով է հարիր հայ քահանային մեղադրող մի քարոզիչի նման քաղաքական խաղերի մեջ մտնելը։ Ոչ ոք չի արտարացնում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ուրեմն հարցեր են սրանք, որոնք այն որ մենք այսօր միասին նստած ենք այստեղ, սա նշանակում է մեզ մտահոգող խնդիրն է, մեր ժողովրդին մտահոգող խնդիրն է, որովհետև այսօր չանդրադառնալով հարցերին, վաղը մենք մեր ապագան, մեր գոյընթացը դնում ենք վտանգի առաջ։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ եթե մեղանչողը անձն է, եթե նույնիսկ այդ անձը հոգևոր սպասավոր է, ուրեմն պետք է քննադատել այդ հոգևոր սպասավորին, այդ անձին եւ ոչ թե հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ եկեղեցին սուրբ իր տեղում պիտի մնա որպես սուրբ, բայց նաեւ ընդունեք, որ եթե այդ մեղանչող անձը հոգևորականը իրեն ոչ հարիր ինչ որ բան է անում, դա բացասական ազդեցություն ունի։ Համաձայն եմ, համաձայն։ Պետրոսը 3 անգամ ուրացավ Քրիստոսին։ Այն Պետրոսը, որ Քրիստոս ասեց դու պիտի լինես վեմը, որի վրա եկեղեցին պիտի կառուցվի, բայց ժամանակը եկավ եւ նա անդրադարձավ իր սխալի համար։ Եթե մենք այսօր մարդու սխալի համար նրան պիտի սպանենք, քրիստոնեություն չէ, ներողամտությունն է, որ քրիստոնեությունը դարձնում է քրիստոնեություն։ Օգնենք անկյալին բարձրանալ, սխալածին շտկվել։ Շնորհակալություն։ Երկրի հարցի ծրագրի եթերում ես զրուցում էի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդաց տների հոգևոր տեսուչ տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ։ Լավ մնացեք։